Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 6-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թիվ 1 իրադարձությունները Վենեսուելայի շուրջը, բայց կանդրադառնանք եւ ուկրաինական պատերազմին եւ Իրանի հետ կապված լարվածությանը, մի խոսքով բոլոր այն հարցերին, որոնցով պայմանավորված է նոր աշխարհակարգի ստեղծելու հանգամանքը։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է. Մադուրոն մեր զորքերի ժամանման մասին իմացել էր ընդամենը 3 րոպե առաջ։ Իրականում նրա կինն ասել էր. կարծում եմ, դրսում ինքնաթիռների ձայներ են լսում։ Նրանք չգիտեին։ Գիտեք ինչու, որովհետև շղթայի յուրաքանչյուր օղակ անթերի կատարում էր իր գործառույթը։ Բացի դրանից, նաև պատերազմի նախարարը հեգնում է Ռուսաստանին։ Մեր լավագույն ամերիկացիներից գրեթե 200-ը մտան Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի կենտրոն։ Գործողությունը տեղի է ունեցել առանց գեթ մեկ ամերիկացի զինծառայողի զոհվելու։ Եվ ակնհայտորեն ռուսական հոբ համակարգերը լավ չեն աշխատել, այնպես չէ։ Ելույթի ժամանակ Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության այլ երկրների հետ, սակայն աշխարհը մտել է գերտերությունների մրցակցության նոր դարաշրջան։ Այն որ աշխարհը գերտերությունների մրցակցության նոր դարաշրջան է մտել, դա իհարկե հայտնի է, ակնհայտ է։ Բայց եւ մենք սպասում ենք, որ այդ մրցակցության արդյունքում մենք ունենանք նոր աշխարհակարգ, եւ այդ աշխարհակարգում շատ լուրջ դերակատարություն ունենա Միացյալ Նահանգները։ Իսկ այդ պարագայում Միացյալ Նահանգները Վենեսուելայի օրինակով պետքա դրական առաջընթաց ապահովի, այլ ոչ թե ձեռը ամենտեղ գցի եւ խնդիրներ ստեղծի եւ իր համար եւ աշխարհի համար։ Իսկ այն, որ Ռուսաստանի համակարգերը չեն գործե, խայտառակ ձևով չեն գործե։ 4 տարի Ուկրաինան պայթեցրեց Ռուսաստանի փուչիկը։ Որ տեսեք, բա ասում եք աշխարհի երկրորդ բանակ, բա ասում եք 3 օրում կգրավի, ես կանի, եւ դրա վրա կառուցած էր մի ամբողջ քաղաքականություն արտաքին։ Վայ Ռուսաստանի հետ լավ ալենք, հաջորդը Հայաստանն է, շուտ անենք, գնանք ոտերն ընկնենք, թե չէ հենց Ուկրաինայի վերջացնի մտնելու Հայաստանը վերցնի, իսկ Հայաստանը Ուկրաինայի չափ չէ, հիշում եք, այս 4 տարի այդ ամբողջ ինֆորմացիան անպարբերաբար որ քննարկվել է եւ դա դարձել է մեր ներքին օրակարգի խնդիր։ Բայց հիմա հաշված րոպեների ընթացքում Ամերիկան պայթացրեց Ռուսաստանի փուչիկը, որ երբ որ քեզ բան են ասում, լսի, եթե չես լսում, ցանկացած դիկտատորի հաշված րոպեների ընթացքում կարող են ուղղակի առևանգել ու բերել կողել Ամերիկայի դատարան։ Եվ բացի դրանից, հիմա շատերը նույնիսկ քննադատելով Ռուսաստանին, այնուամենայնիվ չեն կարողանում հավատան, հաշտվեն այդ մտքի հետ, որ Ռուսաստանը անկարող էր դիմակայել Ամերիկայի այս ռազմական օպերացիային։ Ուղղակի չեն կարողանում, ասում է ինքը զիջեց, ինքը պայմանավորվեց Ամերիկայի հետ, այդ դրա համար հանձնեց, ինչը հանձնեց։ Դա էլ հոբ համակարգերը դրել է։ Այն նախորդ Չավեսի ժամանակվա 14 միլիարդից ավել սրա ժամանակ է, որ նայում ես ինչքան առել է, համարյա 20 միլիարդ դոլարի է հասել, եւ պաշտպանական եւ հարձակողական զենք։ Այսինքն ինչ, Ռուսաստանը Ամերիկային ասեց այդ քեզ, այն չգիտեք, որ եթե վերահսկողություն սահմանի Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի վրա, պետք է ասի այդ զենքերը դու չես կարող ունենաս։ Այդ զենքերը շատ հանգիստ կառևանգի որպես ռազմավար։ Եվ կասի, որ դա քո մոտանի իմաստ է, քո անվտանգությունը մենք կապահովենք, դու ինչ ես սա։ Իսկ որ ապահովենք, պետք է ապահովենք ամերիկյան զենքով, որովհետև ռուսական զենք տեսակ Իրանից ինչա ներկայացնում։ Այնպես որ այդ խայտառակությունը, որ իրանք Ռուսաստանի հանդեպ ցուցաբերեցին, դա չէր կարող պայմանավորվածության արդյունք լինել։ Իհարկե Դոնալդ Թրամփը գործարքներ սիրում է, բայց այս պարագայում ինքը հաղթելու հնարավորության պարագայում ոնց կարող է պատահի մտածի գործարքի։ Ընդհակառակը հիմա պետք է Ռուսաստանին ասի սա է։ Կասես իմ պայմանը կընդունես, դա կլինի առավելագույնը, որ ես քո համար կանեմ, չես անի։ Հակառակ հաջորդ քայլը կտեսնես ինչ կլինի։ Այնպես որ ստեղ ուղղակի մոռացեք պայմանավորվածությունների մասին։
երբեք չի կարելի բացառել, որ կարող է Տրամփը Պուտինի հետ պայմանավորվի, բայց ոչ հիմա այս ալիքի վրա, երբ որ ինքը ցույց տվեց, թե ինչպիսի հնարավորություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչի՞ պիտի ինքը դրա հետ կապված որևէ մեկի հետ բանակցության նստի։ Մադուրոն Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ շարունակում է լինել Վենեսուելայի նախագահը։ Մադուրոյի կինը Սիլիա Ֆլորեսը նույնպես չի ընդունել իր մեղավորությունը կոկաինի ապօրինի շրջանառության գործում։ Իհարկե Մադուրոն մեղավորությունը չի ճանաչի, չեմուչում կանի, բայց Ժորժյան շատ կարճ ժամանակը Մադուրոն կպատմի ամեն ինչ, այն ինչ որ հետաքրքրում է Միացյալ Նահանգներին։ Ուղղակի բացառվում է, որ նա Միացյալ Նահանգների համար օգտակար ինֆորմացիան չասի, նա հետդարձի ճանապարհ չունի, իր երկիրն հրաշալի դա հասկանում է, նա որևէ ձևով պահանջները, որ դնում են տարբեր երկրներ, որ անհապաղ ազատ արձակեք, լավ գիտի, որ Միացյալ Նահանգների վրա դա որևէ ազդեցություն չի ունենալու, եւ ինքը շատ լավ հասկանում է, որ գոնե իր կյանքի համար պետք է կռիվ տա, իր կնոջ կյանքի համար պետք է կռիվ տա, ուրեմն պետք է պատմի ամեն ինչ։ Իսկ ինքը պատմելու ունի համենայն դեպս 3 Ամերիկայի Միացյալ Նահանգներին հետաքրքրող տարբերակներ՝ Ռուսաստան, Չինաստան եւ Իրան։ Թիվ 1-ը Ռուսաստան, թեպետ Չինաստանը թիվ 1 մրցակիցն է այսօր Ամերիկայի համար, բայց ինչի Ռուսաստան, որովհետև եթե Ռուսաստանի հետ կապված ինքը հարցը լուծի, Չինաստանի հետ միշտ էլ կպայմանավորվի։ Չինաստանը որպես Ամերիկայի դաշնակից շատ ավելի մեծ բաներ կստանա պարտված Ռուսաստանի պարագայում նաև տարածքներով, քան մտածի, որ Ռուսաստանի հետ պայքարի Միացյալ Նահանգների դեմ, որը անիմաստ քայլ է։ Հա, ինչ որ դժվարություններ կստեղծի, բայց դա որևէ հաջողության Չինաստանին չի բերի։ Այնպես որ այս հարցում Մադուրոն մանավանդ, որ եկավ ռազմավարական դաշնակցային պայմանագիր ստորագրեց Մոսկվայում, վերջերս էլ Պուտինը վավերացրեց դա, հոխորտում էր Ամերիկային, բացի այն ելույթը, որ ասում էր արի, ասում էր Ռուսաստանի համակարգերը բերել ենք, տեսեք ոնց ենք մեր սահմանները պահում, մեր տարածքները պահում եւ այլ, անընդհատ շեշտելով Ռուսաստանի աջակցությունը, Ռուսաստանի զենքը եւ այլ եւ այլ։ Այնպես որ հասկացաք ինչ կատարվեց եւ դա էականորեն ազդեցություն ունելու ոչ միայն ուկրաինական պատերազմի վրա, այլ նաեւ այս տարվա ընտրությունների համար իրար գլուխ են ջարդում իշխանությունն ու ռուսամետ ընդդիմությունը, ով ավելի լավ կսպասարկի Ռուսաստանի շահերը, մեռանք ասելով, դուք գիտեք ինչ է տեղի ունենալու այս ամիսների ընթացքում, որն է լինելու Ռուսաստանի վիճակն ու դերակատարությունը, ինչ է տեղի ունենալու աշխարհում, որ այսօր ուզում եք ոչ մեկին հերթ չտալով ամեն ինչ դաշտը ձեզանով փակեք ու կռիվ տաք, թե ով ավելի հավատարիմ Ռուսաստանին։ Հիմա տեսնում եք ինչ է կատարվում։ Այս ձևով են գնում ընտրության, այս ձևով են գնում, էսա ձեր պատկերացրած օրակարգը։ Բա դրա համար ծպտունները դուրս չի գալ երկու կողմի էլ։ Ներպետական քաշքշուկների ու գզվրտոցների մեջ են փոխադարձ հրաձգության, որտեղ ոչ են կողմը ռիսկ չանը մի հատ կարծիք հայտնի, ասի ինչա կատարվում։ Լավ իշխանությունը ծպտունը դուրս չի գալի, հասկացանք։ Այսօր գնացել էր ուխտեր Թերանում, ինչ էր անում։ Նիկոլ Փաշինյանը սկի լինելով ժամանակին թերթի գլխավոր խմբագիր, գոնե պետք է ուխտ բառը կարողանար ճիշտ գրեր։ Վատը գիտեք, որ նա որ ինքը պետք է ուրիշների նյութերը խմբագրեր, լինելով գլխավոր խմբագիր։ Բոլորն էլ կարող են սխալվել։ Բայց դե ապարատնի չի համար էս պահը, որ մի բան տպես, գոնե մարդիկ չկարդան, ուղեն նոր դնեն, որ այդ խայտարակությունը ամբողջ աշխարհը չտեսնի։ Եթե 3 անգամ նույն բանը խմբագրելու ես, 3 անգամ գրառում ես անելու եւ րոպեների ընթացքում անցնել, ուրեմն քան շտապ չես, չէ՞ որ մեկին տայր մի հատ նայր թե ինչ ես գրել։ Մի նախադասության մեջ ոնց է հնարավոր սխալվել։ Բայց լավ, ի վերջո լավ, այդ իշխանությունը, բանդիմությունն ուրա։ Մեկի կարծիքը լսել եք։ Մի հատ իրանք ասեն, ինչ է կատարում, դա լավ է, վատ է, նոր աշխարհակարգի հետ կապված, մենք ինչ ակնկալիք ունենք, Ամերիկայի հաղթանակն է մեզ համար լավ, թե Վենեսուելայի օրինակով մյուսները ոտի կանգնեն Ամերիկայի դեմ, դուք նման բան իրանցից լսում եք, բա ժողովուրդ ջան, անհանգիստ եք, աշխարհի բնակիչ եք, մոլորակի հետ բան է կատարվում, ումից իմանաք։ Մանդատ եք տվել գնացել են խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում։ Այսինքն թիվ 1 առաջնային մանդատ ստացած մարդիկ են։ Բա ժողովրդին մի բան ասեք։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը հայտարարել է.
Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը, սակայն կպահպանի սահմանափակ շփումներ հանրապետության իշխանությունների հետ։ Դելսի Ռոդրիգեսը երդում է տվել որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, սակայն Վենեսուելայի ներկայիս իշխանություններն իրենց մանդատը ստացան ընտրությունների հիման վրա, որոնք չէին համապատասխանում ժողովրդավարական փոփոխությունների ձգտումներին, ասել է Անիտա Հիպերը։ Այսինքն, եթե Մադուրոյի ընտրվել է չենք ճանաչում, Մադուրոյի պաշտոնակատարինը ոնց ճանաչենք, բայց շփում դե բնական է կլինի, դա հասկանալի է, եւ դա միանգամայն հասկանալի է, որ Եվրամիության դիրքորոշումը։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է. անկախ Վենեսուելան դա նախ եւ առաջ նշանակում է ապահով դաշնակից անվտանգության հարցում, հանցագործության կենտրոնի ապամոնտաժում եւ ամերիկյան անվտանգության վահանի վերացում։ Մենք անցյալում կթողնենք բոլոր ավերածությունները, որոնք երկրին հասցվել են այս սոցիալիստական եւ հանցագործ ռեժիմի օրոք, եւ Վենեսուելան կդարձնենք ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը Լատինական Ամերիկա։ Մենք Վենեսուելան կդարձնենք Ամերիկայի էներգետիկ կենտրոնը, մենք կվերականգնենք օրենքի գերակայությունը, կբացենք շուկաներ, կապահովենք անվտանգություն նոտարերկրյա ներդրումների համար, նշել է Մաչադոն։ Դե այս Մաչադոն Դոնալդ Տրամպի մրցակիցներ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում հոկտեմբերի 10-ին ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ, որ այդ մտքի հետ այնուամենայնիվ չէր հաշտվում Դոնալդ Տրամպը, հետո իհարկե Դոնալդ Տրամպին ասեց, որ իմ մրցանակը ուզում եմ իրան հանձնեմ, մի խոսքով դեռ Վենեսուելայում այս լարվածությունները չէր եղել։ Ինչա Մաչադոն շարունակում է, ես շատ կցանկանայի հնարավորություն ունենալ անձամբ Տրամպին փոխանցել Նոբելյան մրցանակը, հայտարարել է Նոբելյան դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։ Այնինչ նա արել է պատմական քայլ է, մեծ առաջընթաց դեպի ժողովրդավարության անցում եւ ես ուզում եմ սա հասցնել Ամերիկայի ժողովրդին, նշել է Մաչադոն։ Այսինքն Դոնալդ Տրամպը հիմա ունի նաեւ երկրի ներսում հենարան, ու այնպես չի, որ այդ հենարանը միայն ընդդիմության ներկայացուցիչ Մարինա Կորինա Մաչադոնն է, որովհետեւ եթե ինքը երկրի ներսում չունենար իր մարդկանց, ասենց հեշտությամբ չէր կարողանա այդ ամեն ինչը կատարել, որովհետև դեռ առաջի օրը, որ դեռ ոչ մի ինֆորմացիա չկար, խոսում էինք դրա մասին եւ օրինակները բերում էինք տարբեր երկրների բռնապետերի հետ կապված, որ ինչպես են ներսից այդ ամեն ինչը կազմակերպել, այլապես տենց խոցելի չէր լինի բռնապետերը, որոնք որ շատ մեծ ռեսուրս են ծախսում անվտանգության խնդիրներ լուծելու համար։ Այսինքն սա նաև ցույց է տալիս, որ Մադուրոն որևէ շանս չունի մտածելու, որ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կպահանջի, որ ինքը վերադառնա կամ թե չէ ցնցումներ կլինեն Ամերիկայի դեմ դուրս կգան։ Դե Լուկաշենկոն, որը մի ուրիշ դիկտատոր է ինքնաիրականությունից կտրված, որ ասում էր Վիետնամը սարքելու, Վիետնամը 20 տարի է պատերազմը տևել, դե դա այդ մարդկանց պատկերացումը քաղաքականությունից դա է։ Մի օր հետո պարզվեց, որ ոչ մի ինչ Վիետնամի մասին է խոսքը, բայց մենք այդ մասին խոսել ենք, որ Լուկաշենկոն խորը թյուրիմացության մեջ է։ Բայց նայեք, մյուս լարվածությունը հոմենակ Վենեսուելայով չի պայմանավորված։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է բիրտ ուժով։ Նախարարը նշել է, որ երբ Թրամփը խոսում է ուժի միջոցով խաղաղության մասին, նա ըստ էության հռչակում է ուժի իրավունքը։ Սա նշանակում է, որ ով ավելի շատ իշխանություն ունի, կարող է անել այն, ինչ ուզում է։ Թրամփի ուժի միջոցով խաղաղությունը վերադարձ է ջունգլիների օրենքին։ Արաղչիի խոսքով նման գործողությունները ոչնչացնում են օրենքի գերակայության վրա հիմնված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր միջազգային հանրության վերջին 80 տարիների նվաճումները։ Արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ ներկայիս կուրսը լուրջ խնդրի եւ քննադատության առարկա է դարձել աշխարհի մտածողների եւ միջազգային հարաբերությունների փորձագետների համար։ Իհարկե Արաղչին վատ չէր լինի։ Իհարկե այս ամեն ինչ որ ասում հասկանում ենք, որ նաև ինքը անհանգիստ է նաև իրանց երկրի համար, դրա մասին էլ կխոսենք։ Բայց նաև երբ որ խոսք կա գնում, որ վերջին 80 տարիների այս նվաճումը սրանով իջիքա դարձվում եւ այլ, այդքան էլ համաձայն չեմ
Աբաս Արախչի հետ այն պարզ պատճառով, որ բա ինչի էր բալեստիկ հրթիռներ տալիս Ռուսաստանին, որ Ուկրաինային հարված էր, բա դրոններն ինչ էր տալի, որ Ուկրաինային հարված էր։ Բա այդ ժամանակ չտեսար, որ 80 տարվա աշխարհակարգը փոխվեց, որովհետև Ռուսաստանը լինելով ՄԱԿ-ի մշտական անդամ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, մտավ հարևանի տարածք, բայց հաշվի առնելով, որ ունի միջուկային զենք, ինչ արեցին, չկարողացան նրան կարգի հրավիրել, ոնց որ կանեին Իրաքում, ոնց որ կանեին Հարասլավիայում, ոնց որ կանեին տարբեր տեղեր, որովհետև դեմը միջուկային գերտերություն էր։ Բա ով խախտեց այդ խաղի կանոնները։ Բա ինչ էր անում Արախչին։ Արախչին ինչ պետք է աներ։ Արախչին օգնում էր Ռուսաստանին, որպեսզի նա հարևանի տարածք մտնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ լինելով ընդհանրապես արհամարեր ՄԱԿ-ի ցանկացած որոշում ու ցանկացած բանաձև։ Կարող է ինքը հետ այս անգամ իրանց դեմ ալնում, նոր են հասկանում ինչ կատարվեց։ Խաղի կանոնները խախտեց Ռուսաստանն, որին աջակցում էր Իրանը։ Այնպես չի, որ Ամերիկայի, ասենք, արածները արդարացնում են այս կողմենքով, մանավանդ երևի շատ քիչ մարդ կգտնեք, որ ինքը գտնելով, որ մեր երկրի համար լավագույն գործընկերը կարող է լինել Միացյալ Նահանգները, իսկ որպես համակարգ Եվրամիությունը, բայց Դոնալդ Տրամփի ցանկացած քայլ, որը ես համարել եմ ոչ ճիշտ է, դրան անդրադարձել եմ։ Այսինքն հաստատ ես այն մարդը չեմ, որ սխալներ ճշտի տեղ փորձեմ անցկացնեմ, իմաստը որն է։ Մենք անկեղծ իրար հետ խոսում ենք, քննարկում ենք, դուք պատկերացում ունենաք ինչա կատարում, թե դուք որ կողմից եք, դուք կորոշեք դրան ոնց վերաբերվեք, բայց գնահատականը, որը կտրվի օբյեկտիվ, դուք ըստ դրա կորոշեք ձեր նախասիրությունները։ Այնպես որ ես ուղղակի ուզեմ ասեմ, որ Արախչին հիմա մտահոգված է, որովհետև դա պայմանավորված է նաև իրենց երկրի հետ։ Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը եւ երկրի ներքին գործերի միջամտությանը, պաշտոնապես ուրվագծելով ընդունելի սահմանները եւ զգուշացնելով ուշ կիրառելու պատրաստակամության մասին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն եւ հանդիսանում են անանցանելի կարմիր գիծ։ Ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը անկայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ ճշգրիտ եւ որոշիչ պատասխանի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական պաշտպանության շրջանակում չի սահմանափակվում իրեն միայն հարձակման իրականացումից հետո արձագանքելով։ Սպառնալիքի օբյեկտիվ հատկանիշների առկայությունն այժմ համարվում է անվտանգության հավասարման մաս, նշված է պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարության հայտարարությունում։ Իհարկե ես մեկ անգամ եւս անդրադառնամ այդ թեմայի, որտեղ մեր հարևանն է, շատ լարված իրավիճակ է նաեւ Իրանի հետ կապված։ Հասկանանք մի բան, որ եթե Իրանում, եթե մենք հիմա նայենք, դժգոհությունները օբյեկտիվ են։ Ընդհանրապես 21-րդ դարում կրոնապետություն նոնսենս է, դրա մասին չի խոսքը, որ ժողովուրդը կարող է շատ դժգոհ լինի միանշանակ, բայց եւ միևնույն ժամանակ այնպես չի, որ դրսից է ուղղորդվում այդ ամեն ինչը։ Բայց երբ որ Դոնալդ Տրամփը ոգևորված ցույց տվեց, որ տեսեք Իրանում մենք կարանք միջամտենք, փոփոխություն անենք եւ այլ, իսկ շատերը հիշում են, որ նաեւ Ռեզա Փեխլևին ոչ միայն Միացյալ Նահանգներում նրա ապրելը, այլ նաեւ Իսրայել նրա այցելելը եւ դրա մոդիկությունը Իսրայելի հետ եւ Իսրայել-Իրան հակամարտության ժամանակ Իսրայելին պաշտպանելը, այդ բոլորը հրաշալի գիտեն։ Այսինքն, եթե տպավորություն չստեղծեն, որ իրանք դրսից արհեստականորեն լարվածություն են ստեղծում, երկրում օբյեկտիվորեն այդ լարվածությունը կա։ Բայց այն, որ հիմա ասում են, այդ տեսեք Տրամփը ասում է, ստեղ էլ պետք է վերցնեմ, սա էլ պետք է անեմ, նա էլ պետք է անեմ, օգտագործելու են իր դեմ այս ամեն ինչը։ Եվ սա է հարցը, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ հանգամանքի վրա, որ Իրանում օբյեկտիվորեն դժվարությունը, բայց դրսից իրանց ուզած մարդը դնելը, եթե Ամերիկան տենց կոշտ ձևով էս Վենեսուելայի առիթով չլիներ, ինքը կարողանար ներկայացներ Ռեզա Փահլավիի հարցը, կարող է ավելի գրագետ հեշտ ստացվեր, բայց հիմա հակամարտությունը ուժեղ անելու ընդཐུպ մինչև արուն թափելու հասճան։ Դրա համար մեզ համար լարվածությունը դրանից ավելի է մեծանում։
Հիմա նայենք Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, այսօր Կիևում ռուսական բանակը վնասել է եւս մեկ հիվանդանոց, ամբողջովին քաղաքացիական հաստատություն Դնեպրում հարվածների շարքում էր։ Սա երեք էր ինքը սրան անդրադարձել, բայց քաղաքացիական ձեռնարկություն սննդի արտադրամաս Խարկովում բալիստիկ հրթիռային հարձակում է տեղի ունեցել էներգակիրների վրա, եւ այս ամենը միայն ցույց է տալիս, որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերում այն դիվանագիտական ջանքերին, որոնք քաղաքակիրթ երկրները փորձում են ձեռնարկել։ Ռուսաստանը երկարաձգում է պատերազմը, փորձելով Ուկրաինային որքան հնարավոր է շատ վնաս հասցնել։ Նրանց ռազմավարությունը մնում է անփոփոխ։ Այսինքն Զելենսկին ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ Ռուսաստանը, որ փորձում էր Դոնալդ Տրամփին խաբեր, թե գիտեք, իմ տան վրա հարձակվել են, եւ նայելնես հուզվել էր, հետո հասկացա, որ դա ուղղակի իրան խաբում են։ Նաև միևնույն ցույցատալես, որ Ռուսաստանն է ցանկանում պատերազմը շարունակել եւ հիմա այս պարագայում ինքը ներկայացնում է, որ Ռուսաստանը որևէ զիջման ցանկություն չունի։ Իհարկե հիմա բավական լուրջ մտահոգված է Ռուսաստանը ինչ որ կատարեց Վենեսուելայում, բայց պատերազմը դադարեցնել չի հասկանում դրա տակից ոնց է դուրս գալու, պատերազմը շարունակել այլևս հասկանում է, որ շատ լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Դրա համար մենք նայենք շարունակությունը, որ կարգավորման հետ կապված ինչ քայլեր է տեղի ունենում։ Ուկրաինայի նախագահը ժամանել է Փարիզ կամավորների կոալիցիայի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նախատեսվում է, որ Զելենսկին նախ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այնուհետև կհանդիպի ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի եւ Զարեհ Քուշների հետ, որին կհաջորդի կամավորների կոալիցիայի փակ նիստը։ Իհարկե ավելի ուշ նաև հաղորդագրություն տարածվեց, որ արդեն Մակրոնի հետ հանդիպումը տեղի ունեցել։ Երեկոյան նախատեսվում է Զելենսկու Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ մամուլի ասուլիսը։ Դե հասկանում եք, որ այդ երեք երկիրը լոկոմոտիվ երկրներն են, որոնք ուղղակի քաշում են այն բեռը, եվրոպական բեռը։ Նույնիսկ Մեծ Բրիտանիան չլինելով Եվրամիության անդամ, անհամեմատ ավելի մեծ ջանքեր է գործադրում եվրոպական անվտանգության համար, քան անգամ Եվրամիության անդամ պետությունները, դրանք մշտապես տեսել ենք այս եռյակը, ինչ ակտիվ ու ագրեսիվ ձևով է ներկայացված այդ խնդիրներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսելով Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների մասին հայտարարել է։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թրամփի հետ այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ Սպիտակ տանը փոխանցել է Անկարայի դիրքորոշումը Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Թուրքիան եւ նրա ժողովուրդը կշարունակեն կանգնել բարեկամ Վենեսուելայի ժողովրդի կողքին, աջակցելով նրանց ջանքերին, զարգացնելու եւ բարելավելու իրենց բարեկեցությունը։ Մադուրոն եւ Վենեսուելայի ժողովուրդը բազմիցս վերահաստատել են իրենց բարեկամությունը Թուրքիայի հետ։ Սա հատուկ ես ցանկանում եմ ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ նույնիսկ Թուրքիային պաշտպանելով, նույնիսկ այդ չափի, որ ինքն է պաշտպանում Իսրայելին Դոնալդ Տրամփը ավելին քան ցանկացած Ամերիկայի նախագահ, անգամ այդ պարագայում ինքը ցույց տվեց Բենյամին Նեթանյահուին, որ չափը չանցնես, հա, Թուրքիայի հետ կապված, ես Թուրքիայի շահերը չեմ ոտնահարի, անգամ սաստեց Իսրայելի վարչապետին գովելով Էրդողանին, իսկ Էրդողանը այս զրույցի ընթացքում չափավոր ձևով քննադատել է Դոնալդ Տրամփին, դա ուղղակի մենք գնահատենք եւ հասկանանք ինչա կատարում, այսինքն եթե դու մի դիկտատորին ասում ես իմ լավ ընկերն է եւ այլ, առաջին հենց իրանք են քեզ քննադատում, նույն ձևի դա արել է եւ Լուկաշենկոն, արել է Պուտինը եւ անում է Էրդողանը։ Թուրքիան եւ Վենեսուելան որպես երկու բարեկամ ազգեր առաջնահերթություն են տվել համերաշխությանը, այդ թվում մեր երկրների համար դժվարին ժամանակներում։ Պետությունների ինքնիշխան իրավունքների եւ ընդհանրապես միջազգային իրավունքի խախտումը ռիսկային քայլ է, որը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների համաշխարհային մակարդակով։ Աշխարհում, որտեղ ուժի գերակայությունը գերակշռում է օրենքի գերակայությանը, անկայունությունը, ճգնաժամերը եւ հակամարտությունները անխուսափելի են։ Թուրքիան չի արդարացնում միջազգային իրավունքը խախտող որևէ գործողություն, նշել է Էրդողանը։ Հիմա ես ուղղակի ուզում եմ հիշացնեմ, որ ընդամենը մի երկու օր առաջ այս նույն Էրդողանը, տեսեք, լա ինչքան բաներ ուներ քննարկելու մինչև Վենեսուելայի դեպքը լինելը, որպեսզի մի հատ պատկերացնեք ինքը իր դերակատարությունը Ամերիկայի հետ հարաբերությունը եւ աշխարհի հարցերը քննարկելը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի եւ Պաղեստինի հարցերը, նշելով, որ հեռախոսազրույցը կկայանա երկուշաբթի երեկոյան։ Այն ինչի մասին որ ասում ենք արդեն կայացել է, բայց օրակարգը այն ժամանակ ինքը պատկերացնում էր, ու դա լինելու է Ուկրաինայի թեման, Պաղեստինի թեման եւ նաեւ Պաղեստինը մենակ չէ։ Այսինքն երբ որ արդեն հարց առաջացավ, որ Թրամփը սաստեց Իսրայելի վարչապետին, ինքը արդեն ասում է Պաղեստինը մենակ չէ, Պաղեստինը միշտ մեզ համար թանկ է եղել, ինչպես մեր սեփական նարյունն ու մարմինը, Իսրայելի թշնամական գործողությունները անպատասխան չեն մնա, նշել է Էրդողանը։ Այսինքն ինքը արդեն դա ստացել էր, այսպես ասած, այդ բոնուսը Թրամփից, որ հետը քննարկի, ասի, հա իսկապես մենք էլ պետք է այնտեղ ներկայացված լինենք եւ մեր շահերը ունենք։ Նույն Էրդողանը Թուրքիայի նախագահը նշել է, որ Ուկրաինայի հարցը շարունակում է քննարկել Պուտինի եւ Զելենսկու, ինչպես նաեւ Թրամփի եւ Եվրոպայի առաջնորդների հետ։ Այս շաբաթվա վերջում Փարիզում կկայանա կամավորների կոալիցիայի համաժողով, որին իմ անունից կմասնակցի արտաքին գործերի նախարարը, հավելել է Էրդողանը։ Այսինքն դա այն կամավորների կոալիցիան է, որի մասին արդեն խոսացի, որ արդեն հավաքվել են։ Թուրքիան ընդեղ էլ է ներկայացված, իսկ ընդեղ քննարկում էր ինչպես աջակցել Ուկրաինային։ Կամավորների կոալիցիան դա է։ Դա այն քննարկումը չի, ոնց բանակցենք, պատերազմը ոնց ավարտենք։ Կամավորների նպատակներ կապ չունի, ՆԱՏՕ-ի անդամ ես, Եվրամիության անդամ ես, հավաքվել են պետություններ, որի մեջ ներգրավված են ոչ միայն եվրոպական ՆԱՏՕ-ի անդամներ, այլև Կանադան, որը Եվրամիության անդամ չի, Ավստրալիան, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, չմիավորված երկիր Ավստրիա։ Այս բոլորը եւ Թուրքիան ներկայացված է։ Ասում ես իմ ներկայացուցիչ կուղարկեմ արտաքին գործերի նախարարը, որ մասնակցի։ Այդ ուղղակի իմանաք նաեւ այդ վերաբերմունքը, որտեղ դա մեզ համար նույնպես խնդիր է Թուրքիայի դերակատարության մեծացման առումով, որ մենք իմանանք, որ այնուամենայնիվ, եթե ինքը նույնիսկ հակասություններ ունենա Միացյալ Նահանգների, դա ամեն դեպքում բխում է մեր շահերից, որովհետեւ եթե Թուրքիային շատ մեծ արտոնություններ տա Դոնալդ Թրամփը, մենք իսկապես խնդիր կունենանք։ Առավել եւս, որ մեր իշխանությունները միայն դրանից երջանիկ կլինեն։ Խնդիրը մենք ենք ունենալու։ Մեր իշխանությունները Թուրքիայի թիմից են խաղում, դա խնդրեմը։ Իսկ նույն Էրդողանը, տեսեք լա ինչ է ասում, որտեղ տեսնենք մեր ներքին օրակարգը ոնց են համահունչ դարձնում մեր իշխանությունները իրանց հետ։ Էրդողանն ինչ է ասում, 44 օրյա պատերազմի ընթացքում երկրում որոշակի շրջանակներ միահամուռ լինելով հայկական Սփյուռքի հետ քննադատում էին թուրքական իշխանությունների դիրքորոշումը, որոնք աջակցում են եղբայրական Ադրբեջանի պայքարին։ Այսինքն ինքը ասում է մենք Ադրբեջանին օգնեցինք, մեր երկրի ներսում ընդդիմության որոշ գործիչներ Սփյուռքի հետ համահունչ մեզ քննադատում են, մեղադրում են։ Այսինքն պարբերաբար ինքը նշում է, որ Սփյուռքը վատ դերակատարություն է ունենում Թուրքիայի հետ կապված արտաքին քաղաքական հարցերում։ Սփյուռքը պետք է այդ դերակատարությունը չունենա։ Ինչա պետք անել, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն անում է։ Սփյուռքին քննադատում է, բան ունեք անելու, եկեք Հայաստանում արեք, ինչ եք թողել գնացել երկրից, որ գնացել եք էլ Հայաստանի մասին մի խոսեք, ձեր օրակարգը մեր վրա մի փաթաթեք, ուզում եք գաք Հայաստան եկեք, բայց ոչ մի բանի մի խառնվեք, մի քննադատեք եւ այլ եւ այլ։ Այսինքն ինքը ամեն ինչ անում է, որ Սփյուռքում նեղանալով Փաշինյանից երես թեքեն Հայաստանից, այն ինչ որ Էրդողանի ցանկությունն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ ոնց որ թե այդքան լավ չի ստացվում, ասինքն խոսում է, որ Արարատը պետք է հանենք, այդ մերը չի Թուրքիայի տարածքում է, մտածելով, որ սփյուռքահայերը արևմտյան Հայաստանից գնացածները կվիրավորվեն, բայց տեսնում է, որ այսօր Սփյուռքի բնույթն էլ է փոխվել, արդեն Հայաստանից էլ են շատ-շատերը գնացել եւ նրանց վրա ազդելու էլ ուրիշ բաներ է մտածում, մարդկանց ընտանիքները ստեղ են, մարդիկ ստեղ են ապրում, ուղղակի գնացել են աշխատելու, շատ-շատերը Հայաստանի քաղաքացի են, ասում է դուք ինչ գործ ունեք Հայաստանին քննադատեք, վեր կացեք եկեք, ինչ եք գնացել։ Այսինքն մենակ Արարատը քննադատելով կամ Արարատի անունը տալով բավարար չի, որտեղ Սփյուռքում նաև Հայաստանից գնացածներ կան։ Պետք է բոլորին միաժամանակ վիրավորի, նեղացնի, որ երեսթեքեն, որպեսզի բանը Էրդողանը գոհ մնա։ Դե տեսակ, Էրդողանը ինչ էր ասում դրա մասին։ Իսկ հիմա նայենք այն լարվածությունը, որը առաջանում է Գրենլանդիայի հետ կապված, դա էլ նոր աշխարհակարգի շատ կարևոր բաղադրիչ է, որովհետև Գրենլանդիան Դանիայի կազմում է, Դանիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է։ Եվ Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կկանգնի Դանիայի կողքին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու սպառնալիքների դեմ։ Ապագան պետք է պատկանի Գրենլանդիային եւ Դանիայի թագավորությանը եւ միայն Գրենլանդիային եւ Դանիայի թագավորությանը, ասել է Սթարմերը։ Իհարկե նաեւ առանձին հայտարարություն կա, բայց ես ուղղակի սա առանձնացրեցի նրա համար, որ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ, բոլոր ժամանակների սերտ բարեկամ ու դաշնակից Մեծ Բրիտանիան է դա ասում։ Ընդգծված, որ գործ չունես Գրենլանդիայի հետ։ Իսկ հիմա շարունակությունը Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդրիքսենը հայտարարել է, եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական հարձակում սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, այսինքն ոնց որ ասում են, որ Դանիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է 49 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում ստեղծված 12 պետություններից մեկը, դե Գրենլանդիան էլ նրա կազմում է։ Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական հարձակում սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, ապա ամեն ինչ կավարտվի ներառյալ ՆԱՏՕ-ն եւ հետեւաբար երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգությունը, որովհետեւ եթե գրված է հարձակվելով ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության վրա նշանակում է հարձակվելով ամբողջ կառույցի վրա, մեկ էլ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը հարձակվում է ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Հիմա ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի, բայց ՆԱՏՕ-ի ամենաառանցքային դերակատարություն ունեցող Ամերիկան պետք է Ամերիկայի վրա հարձակվի, այսինքն վերջ։ Ուրեմն դա նշանակում է ՆԱՏՕ-ի փլուզում, եթե ինքը նման քայլ կանի։ Դե դա նշանակում է, որ այս ամեն ինչը նաև պետք է հաշվի առնել, որ Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի նկատմամբ վերականգնված հետաքրքրությունը։ Նրանք ընդգծել են, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի համատեղ։ Դանիայի թագավորությունը ներառյալ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում, նշված է հայտարարության մեջ։ Արկտիկայում անվտանգությունը հետևաբար պետք է ձեռք բերվի համատեղ ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում Միացյալ Նահանգների հետ, պահպանելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, այդ թվում ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը։ Իդեպ մի անգամ էլ հիշեցնեմ, որ Ամերիկան բազա ունի Գրենլանդիայում, այնպես չէ, սիրահարժարել տրամադրել են, որևէ խնդիր չկա։ Սրանք ունիվերսալ սկզբունքներ են եւ մենք չենք դադարի պաշտպանել դրանք։ Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին, միայն Դանիան եւ Գրենլանդիան կարող են որոշումներ կայացնել Դանիայի եւ Գրենլանդիայի վերաբերյալ հարցերում։ Հայտարարությունը ստորագրել են Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդրիքսենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան նրանց ղեկավարները։ Այսինքն դուք տեսնում եք, որ Եվրոպան ասում է հերու ձեռքերդ եվրոպական տարածքներից։ Իսկ հիմա Դոնալդ Թրամփը այս ոգևորությունը ասում են, մի քանի օրում կանցնի այս ոգևորությունը, որ էսել ենք վերցնելու, ենել ենք վերցնելու, Լատինական Ամերիկան բոլորը մեր ազդեցության տակ պետք է լինի, Գրենլանդիան էլ է մեզ պետք, Իրանն էլ հիմա պետք է հարվածենք, էս անենք, այն անենք, այդքանը իր ուժի բան չի։ Մեկ անգամ եւս ասեմ, այդ ծանրաձողը կարող է գցի իր ոտին ու շատ ցավոտ լինի։ Լավ կլի կենտրոնանա Վենեսուելայի վրա, Վենեսուելայը ում որ պետք է վախացնի, վախացրել է, լավ էլ վախեցած են, դրանից ավելի եթե քայլանի, ինքը մենակ կմնա, որովհետև ինչքան դժգոհներ կան։ Եվ իդեպ դիկտատորներ են դժգոհ Թրամփի արածից, բայց մենք ուզում ենք, որ Թրամփը հաղթանակած դուրս գա։ Այսինքն պետք չի, որ ռեգրեսիվ ուժերը կարողանան, ասենք, հասնեն նրան, որ իրանց հաջողվի զսպել Թրամփին։ Մենք ուզում ենք, որ Թրամփը ճիշտ ճանապարհով գնա եւ զսպի դիկտատորներին։ Իսկ հիմա նայենք մեր հետ կապված ինչ է կատարվում, դե մեր հետ կապված մենք ինչ ենք իմանում, որ դրսից ենք իմանում, Թուրքիան ինչ ասավ, Ադրբեջանն ինչ ասավ, Հայաստանը ինչ են անում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից։ Երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում։ Ալիևը խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին նշել է, որ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է։ Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են եւ նույնիսկ ադրբեջանական նավթամթերքն է արտահանվում Հայաստան։ Հիմա ինքը պարզաբանում այն չի համարա դա իրան պետք, որ այդ ճանապարհները բաց են։ Չնայած 907-րդ բանաձևի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր,
շրջափակումը Հայաստանին բանաձևի ընդունման, այսօր դա այլևս գոյություն չունի, որտեղ ինքը ասում է, ես հացահատիկը թողեմ անցնի, մի քիչ էլ բենզին տան ոգևորված էժան գնով ծախեն, ես կանգնեմ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարթակներում շնորհակալություն հայտնի Ալիևին, ինքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերցնի ուղարկի Ամերիկա, ասի տեսնում եք Նիկոլ Փաշինյանը երախտապարտ է, շնորհակալ է, անգամ գնա ուրիշ հավաքին Ալիևին շնորհակալություն հայտնի, որպեսզի այդ միջազգային ֆորումում հանդիպման արդյունքները Ամերիկա հասնի։ Այսինքն դուք պարզ լսում եք Ալիևն ինչ ասում։ Մեզ 907 բանաձևով մեղադրում էին այդ շրջափակման համար, շրջափակումը հանված է, շրջափակումը հանված չի հանել։ Ուղղակի կոնկրետ քանակությամբ բեռներ թույլ է տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը դնի տակ ու ուղարկի Թրամփին։ Ավելի պարզ մարդը ոնց բացատրի։ Ուրեմն չնայած 907-րդ բանաձևի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, այսօր դա այլևս գոյություն չունի։ Հետևաբար մենք անշուշտ ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը օգտագործելով իր ազդեցությունը կկարողանա համոզել կոնգրեսի անդամներին, մասնավորապես Հանրապետական կուսակցության անդամներին այս բանաձևն ամբողջությամբ չեղյալ համարել, եւ մենք բավականաչափ հիմքեր ունենք դրա հուսալու համար։ Դե ինչի՞ պիտի, եթե Հայաստանի վարչապետը առողջի շնորհակալություն հայտնում, հասկացաք, ինքը ինչ արեց, Հայաստանի վրա ճնշում գործադրելով ասեց Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը լուծարենք, որպեսի ինքը ասեց միջազգայնացված Արցախի հարցը տեղափոխենք երկրի ներս, այլևս միջազգային օրակարգից դուրս է գալիս, եւ մեկ էլ հիմա 907 բանաձևը զուտ ցույց տանք, որ մենք այլևս օկուպանտ չենք, մենք ագրեսոր չենք, այլ ընդհակառակը Հայաստանն է, ինչպես տեսնում եք, մենք ենք խաղաղություն ուզում, մշտապես ինքը կրկնում նախաձեռնությունը մերն է, եւ մենք ենք ճանապարհը բացել, բարի կամք ենք դրսևորել։ Այն դեպքում, երբ որ Հայաստանը սահմանությունը չի փոխել եւ փաստորեն մեզանից պահանջատիրությունը չի հանել։ Եվ հիմա շարունակությունը նայեք, 907-րդ բանաձևը, որն ընդունվել է հակաադրբեջանական ուժերի եւ ամերիկյան հայկական լոբիի գործունեության արդյունքում, խոչընդոտել է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ հարաբերությունների հաստատմանը, սակայն այս սահմանափակումն այլևս գոյություն չունի։ Իհարկե դրա համար կան երկու հիմնական պատճառ։ Առաջինը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի պաշտոնական ավարտը եւ երկրորդ Ամերիկայի իշխանության գլուխ է Թրամփի վարչակազմը, այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ եւ նրա անդամները նախագահի գլխավորությամբ լավ գիտակցում են Ամերիկայի ազգային շահերը, ասել է Ադրբեջանի նախագահը։ Այսինքն դուք արդեն պատկերացրեցիք, որ 907-րդ բանաձևը դա հայկական սփյուռքներ արել։ Մի օրվա մեջ Ալիևը մեղադրում է հայկական սփյուռքին, մի օրվա մեջ Էրդողանը մեղադրում է հայկական սփյուռքին, եւ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որը սպասարկում է Ալիևի Էրդողանի շահերը, պետք է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ հարաբերությունները վատացնի, ինչ զարմանալու բան է որ։ Այսինքն դուք տեսնում եք, չէ՞, բայց ամեն ինչի համար չի պետք է Հայաստանից խոսան որ։ Բայց ինչի մասին խոսան։ Իրանք վերաբերմունք կարան արտահայտեն Իրանի հետ կապված ինչ պետք է լինի, Վենեսուելայի հետ կապված շարունակությունն ինչ անելու, Ուկրաինայի պատերազմի հետ կապված, բայց բալանսավորված քաղաքականությունից է խոսում, ուր է ձեր բալանսը։ Եվ հիմա արդեն տեսնում եք սփյուռքի հետ կապված էլ ոնց է հետևողականորեն այդ ամեն ինչը արվում։ Եվ Ալիևն էլ ինչ է ասում, այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի, բոլորը պետք է մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն եւ կա դաշինք։ Գլոբալ գործընթացները շարժվում են այդ ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր նախ եւ առաջ պետք է ամրապնդի իր ռազմական ներուժը եւ անվտանգությունը։ Պատկերացնում եք, ինքը իր ռազմական ներուժը եւ ամրապնդում է, Հայաստանն ասում է դե քանի որ խաղաղության են գնում, ինչ իմաստ ունի զինվենք, կարող է դա Ադրբեջանին դուրս չգա, ասի ում դեմ եք զինվում, բայց ինքը բացատրում է, որ այլևս հույս պետք չի դնել միջազգային իրավունքի դա գոյություն չունի, գոյություն ունի ուժի իրավունք։ Պարբերաբար երբ որ խոսում ենք, եթե Տրամպը որոշեր աշխարհը ուժեղների մեջ բաժանել, մենք խնդիր ենք ունենալու, որտեղ բաղով է պաշտպանելու մեր շահերը, հատկապես երբ որ գիտենք, որ Ադրբեջանը ուղիղ աշխատում է Տրամպի հետ, հատկապես գիտենք, որ Ադրբեջանի պահանջով Տրամփը այդ ամեն ինչը Հայաստանի հետ կապված, նաև Թրիպի հետ կապված ինչ որոշումներ կայացրեց, որը բխում էր Ադրբեջանի շահերից։ Եթե այդպես չլիներ, Ադրբեջանն ինչի էր ասում, Հայաստանը
պետք է թրիփի հետ կապված իր պարտավորությունները կատարի, որ նոր մենք մտածենք խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, բացի սահմանադրության փոփոխությունը, այլ նաև թրիփի պարտավորությունները, բա մեզ ներկայացում էր, որ թրիփը մեր իրավունքներն է, մեզ համար է դարվե, մեծ շահերի համար է արվե, մեծ հաջողություն, պարզվա դա պարտավորություն, որպես Հայաստանի վարչապետի վզին են դրել, դե եթե այդպես չի, կանգնի ասա այդպես չի, քեզ ճղում ես, քուչեքն ես ընկել, երթեր ես անում, բա կանգնի ասա ոնց, ուզում եք ասեք, որ այդ թրիփը մեզ պարտադրել են, դա մեր շահերից է, բխում, բա դա ով պետք է ասի։ Դրա համար եւ մի բան էլ, որ ուզում եմ հիշացնեմ, դա եղել է տոներից առաջ, բայց քանի որ դա էլի մեր օրակարգի հարցադառնալու Ռուսաստանի փոխարտգործնախարար Դմիտրի Միխայել Գալուզինը, որը հայտարարել է Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկեր է եւ մեր հարաբերությունների այս հիմնական պարամետրերը մնում են անփոփոխ։ Մենք ելնում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները հենց այն բնույթից, ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, դրանց թվում Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու նրա իրավունքին։ Կարծում ենք, որ դա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է, սակայն համագործակցությունը մի բան է, ինտեգրացիան բոլորովին այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց այն է, ինչպես մենք այն հասկանում ենք։ Ինտեգրացիան, որը ներառում է Հայաստանի իրավական շրջանակի համապատասխանեցումը Եվրամիության համապատասխան չափանիշներին, այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը եւ այլն։ Եվ մենք մեր հայ գործընկերներին ազնվորեն եւ անկեղծորեն հայտնում ենք, որ Եվրամիության այդ իրավական շրջանակի նման համաձայնեցում նախուսափելու են հակասության մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության համապատասխան նորմերի հետ, որի անդամ է Հայաստան։ Ինչի համար եմ սա հիշեցնում ձեզ։ Այսինքն ինքը ասում է, այնց չի լինելու, որ Հայաստան դու խափես քո ժողովրդին ասես, մենք հիմա Եվրոպայի հետ մեր հարաբերությունները կլավացնենք, կշարունակենք խորանալ ԵԱՏՄ-ի մեջ, կգա մի հատ պահ, երբ որ մենք կհասկանանք որոշում պետք է կայացնենք, հիմա դառնում ենք Եվրամիության անդամ պետություն, թե չէ։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ որ մենք կգանք այդ մակարդակին կհասնենք։ Գալուզինն ասում է ոչ, եթե այսօր դու արդեն նորմատիվ փաստաթղթեր ընդունես Եվրամիության հետ ինչ որ հարցերում խորանալու, այսօրվանից մենք քեզ կասենք, որ դա հակասում է ԵԱՏՄ-ի հետ, որոշումը կայացրու։ Այսինքն չի թողում, որ Նիկոլ Փաշինյանը խափի ընտրությունների առիթով, որ մենք ձեզ ժողովուրդ ջան տանում ենք Եվրոպա, ասում է այսօր որոշի։ Եթե դու այսօր այդ փաստաթղթերը ընդունում ես, ուրեմն մենք դնենք, որ դու չես կարա ԵԱՏՄ-ի մեջ զուգահեռաբար լինես։ Այսօր մենք քեզ կասենք, ոչ թե մի տարի հետո, 5 տարի հետո կամ 10 տարի հետո։ Այսինքն սա նույնպես խնդիր է, որը դրվում է Հայաստանի իշխանությունների առաջ, խաղեր չտակ, որոշում կայացրեք։ Դե ինչ, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։